Արդեն մի քանի օր է Մերձավոր Արևելքում շարունակվում է լայնածավալ ինտենսիվ պատերազմ ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության, որի նախաձեռնողը Միացյալ Նահանգներ և Իսրայել տանդեմն էր։ Բազմաթիվ ավերածություններ են առկա տարածաշրջանի տարբեր երկրներում, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետությունում, նաև հարյուրավոր զոհեր են արդեն առկա, եւ այսօր այս թեմայի համատեքստում ես հյուրընկալել եմ իրանագետ Ժաննա Վարդանյանին, Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք մասնագիտությամբ իրանագետ եք եւ Իրանը ձեր հետաքրքրությունների, մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում է, ինչ տեղեկություններ կան այս պահին։ Ըստ էության պատերազմի արդեն 4-րդ օրն է եւ պատերազմը թեև ի սկզբանե փորձում են նմանության եզրեր տանել նախորդ հունիսյան պատերազմի հետ, բայց այս պատերազմը բավականաչափ տարբերվում է այդ պատերազմից։ Եթե հունիսյան պատերազմը օրինակ ի սկզբանե Իրանի եւ Իսրայելի միջև էր եւ հիմնականում այդ երկու երկրների շրջանակներում էլ մնաց, իհարկե հետագայում այդ պատերազմին միացավ Նահանգները եւ հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին, բայց հիմնականում սա ավելի սահմանափակ պատերազմ էր, բայց հիմա փաստացի մենք ականատես ենք Իրանի դեմ լայնածավալ գործողության, արդեն միանգամից Նահանգների եւ Իսրայելի մասնակցությամբ եւ որին էլի պատասխան Իրանն էլ արձագանքում է շատ ավելի մասշտաբային, քան նախորդ հունիսյան պատերազմն էր, այսինքն տվյալ դեպքում Իրանի արձագանքն էլ է համաչափ, թիրախավորվում է ոչ միայն Իսրայելը, այլ նաեւ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը, որում ի սկզբանե ռազմական ներկայություններ, բայց աստիճանաբար կարծես թե նաեւ ընդլայնվում են Իրանի թիրախները ու օրինակ թիրախավորվում է նաեւ ամերիկյան դեսպանատները արաբական երկրներում։ Այս առումով հատկանշական է նաեւ, որ Իրանը թիրախավորում է կարծես թե նաեւ արաբական երկրների էներգետիկ ենթակառուցվածքները։ Այսինքն այս առումով շատ բազմաշերտ ու բազմաբնույթ ու լայնածավալ է եւ այս տեմպը դեռևս թուլանալու միտում չունի, այսինքն չեն կարող ակնկալել, որ առաջիկա օրերին պատերազմը կարող է ավարտվել, ավելին կարծես թե անդադ ինչ-որ նոր օջախներ են ավելանում, օրինակ վստահ եմ լսել են Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ռազմավազայի դեմ գործողության մասին, այսինքն օջախները կարծես թե ավելանում են եւ աշխարհագրական առումով եւ թիրախավորվող օբյեկտների ընդլայնման տեսանկյունից, այսինքն այս առումով դեռևս պատերազմը շարունակում է պարզապես թեժանալ, նամանավանդ որ կան նաև հայտարարություններ, որ դեռ ավելի վատ հարվածներ են սպասվում։ Տեսեք, առաջին օրը հենց սպանվեց հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին եւ նաեւ բարձրաստիճան բազմաթիվ գործիչներ, հատկապես ռազմական թևից։ Եվ ըստ էության փորձ էր արվում կրկնել հունիսյան պատերազմի սցենարը, երբ որ Իսրայելը առաջին ժամերին նորից կարողացավ որոշակիորեն գխատել ռազմական եւ այդ ժամանակ նաեւ գիտական վերնախավի էլիտայի գլուխները, եւ հիմա տեսնում ենք, որ նույն ռազմավարությունը որդեգրվեց նաեւ այս անգամ, բայց ավելի բարձր խաղադրույք կատարվեց եւ հոգեվոր առաջնորդը ֆիզիկապես ոչնչացվեց։ Բայց նաեւ տեսնում ենք, որ բավականին արագ կերպով Իրանը կարողացավ վերակազմավորվել, զես դա ինչի հաշվին էր եւ ինչ համակարգ է գործում Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Դա կարծում եմ հիմնականում երկու հանգամանքով էր պայմանավորված, առաջինը հունիսյան պատերազմի ընթացքում քաղաց դասերով, դուք ճիշտ հիշատակեցիք, հունիսյան պատերազմին այո ռազմաքաղաքական ու հատկապես ռազմական ղեկավարությունը ըստ էության ոչնչացվեց ու ավելին հետագայում երբ որ Իրանում որոշ օղակներում ռազմական նշանակեցին նոր ղեկավարների, անգամ Իսրայելը միանգամից նրանց եւս 1-2 օրվա ընթացքում նրանց եւս ոչնչացրեց։ Ու այս համատեքստում սա Իրանի համար
դաս էր, որ իր ղեկավարությունը կարող է այս կերպ թիրախավորվել ու այս առումով իրանական կողմը արդեն իսկ պատրաստ էր նման սցենարի, որ այս անգամ եւս կարող է լինել նմանատիպ գործողություն, ընդհանուր մինչև գերագույն առաջնորդի նկատմամբ, քանի որ այդ սպառնալիքները բազմիցս կային։ Հետևաբար այս տեսանկյունից իրանական կողմը արդեն իսկ պատրաստ էր նման սցենարին ու դեռ նախքան պատերազմի մեկնարկը կային լուրեր, որ հենց գերագույն առաջնորդը մի քանի պաշտոնյաների համար մինչև իսկ 4 փոխարինող է նշանակել է անձ, որը կարող է Իրանը ղեկավարել ճգնաժամային կառավարության, ճգնաժամային իրադրության պայմաններում, մինչև իսկ կընտրվի նոր գերագույն առաջնորդ, այսինքն այս սցենարները պատրաստ էր իրանական կողմի համար ու հետևաբար սա որոշակիորեն հնարավորություն տվեց անգամ էլի նման ծանր հարված գրելու պայմաններում էլի շոկի ենթարկվել, բայց շարունակել առաջ գնալ գծված սցենարով։ Մյուս օժանդակող հանգամանքը դա Իրանի համակարգի բնույթն է եւ այդ համակարգի կուռ լինելը։ Իրանի համակարգի այսպես բազմաինստիտուցիոնալ բնույթը երբեմն այդ ինստիտուտների խրթին լինելու, տարբեր ինստիտուտների վրա ազդելու այդ հնարավորությունները շատ հաճախ իրանական համակարգը ավելի իսկապես բարդ են դարձնում, բայց նաեւ նման ճգնաժամային իրավիճակներում դրանք օգնում են այդ ինստիտուտների բազմազանությունը եւ արկայությունը օգնում է, որ կարողանան հաղթահարել նման իրավիճակները, բայց սա էլի չի նշանակում, որ առհասարակ Իրանի այս համակարգը խնդիր չունի եւ ճգնաժամ չունի դեռ հաղթահարելու։ Իհարկե ունի եւ ամեն ինչ դեռ առջևում է այս իմաստով։ Իրադարձությունների զարգացման ինչպիսի սցենար կարելի է կանխատեսել, եթե հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգներ եւ Իսրայել տանդեմը շեշտադրում էր նաեւ կատարում ներքին, այսպես ասած, խռովությունների ակտիվացման հիման վրա։ Իրականում այդ ներքին խռովության ակտիվացումը ամենավտանգավոր իրադրություններից մեկը կարող է ստեղծել իրանական համակարգի համար, թե պատերազմական իրադրության պայմաններում եւ թե նաեւ այդ պատերազմից հետո, ու այստեղ սցենարները շատ բազմազան են ու յուրաքանչյուր սցենար անգամ կարող է ունենալ տարբեր ենթասցենարներ, ամեն ինչ կախված է նրանից, թե այս ռազմական գործողությունները որքան կտևեն եւ թե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այլ ուրիշ ինչ լծակներ կկիրառեն, օրինակ արդյոք իսկապես հենց շեշտադրումը կդնեն այդ ներքին խռովությունների վրա ու արդյոք կոժանդակեն հնարավոր բողոքի ալիքի առաջացումը Իրանում։ Այս պայդրությամբ որոշ բողոքի ինչ որ ակցիաներ նկատվում են Իրանում, բայց դրանք դեռ շատ սահմանափակ են եւ ինչ որ լայն գործողությունների չեն վերածվել, բայց այս պայդրությամբ մենք նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք ենք նկատում, որը դրսեւորվում է հետեւյալ կերպ. վերջին օրերին, ավելի ճիշտ վերջին 2 օրը սկսել են թիրախավորել Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանի արևմուտքում սահմանային ենթակառուցվածքները, ռազմական ենթակառուցվածքները, ընդհանուր մինչև սահմանային ուղեկալները։ Ինչու Իրանի արևմուտքում սա այն կետն է, այն հատվածն է, որը Իրանի համար միշտ եղել է խնդրահարույց քրդական անջատողական խմբավորումների հետ բախումների համատեքստում, այսինքն նման շրջաններում ռազմական անվտանգային ենթակառուցվածքների ոչնչացումը նշանակում է, որ կողմերը փորձում են նաև առնվազն ակտիվացնել քրդական ինչ-որ զինված տարեր խմբավորումներին եւ առնվազն այս ճակատում եւս խնդիրներ ստեղծել իրանական համակարգի եւ իշխանությունների համար։ Այլ հարց է, թե այդ խմբավորումները ինչքանով կակտիվանան եւ ինչ մասշտաբի վնաս կկարողանան հասցնել, որովհետեւ առհասարակ քրդական գործոնի հարցը միայն Իրանով չէ պայմանավորված ու տարածաշրջանի երկրներին եւս առնչվում է, բայց կարծես թե ամեն դեպքում այս պահին նման միտում կա, որ փորձ է կատարում այդ խմբավորումներին ակտիվացնել։ Ավելի նաեւ այս համատեքստում, այս ծիրում մեկ այլ հետաքրքիր հանգամանք է Իրանում ոստիկանական բաժանմունքների թիրախավորումը, այսինքն ըստ էության նաեւ այդ ներքին ռեսուրսներն են փորձում հնարավորինս նվազեցնել, հնարավորինս կրճատել ու նաև էլի խնդիրներ ստեղծել, որպեսզի եթե լինի հնարավոր բողոքի ալիք, էլի չլինի համաչափ ռեսուրս, այո, այդ ռեսուրսը չլինի, որը կկարողանա այդ բողոքի ալիքը ճնշել կամ ինչ-որ այլ գործողություններ ձեռնարկել։ Այսինքն շատ բազմաշերտ են գործողությունները եւ եթե անգամ պատերազմը ավարտվի, Իրանի համակարգը կանգնած է լինելու ամենատարբեր ճգնաժամերի առջև։ Քրդական գործոնի ակտիվացումը
ինչպիսի հետևանքների կարող է բերել եւ մենք գիտենք, որ Իրանը բազմազգ պետություն է, Բիբի Նեթանյահուն պատերազմի առաջին օրը հենց նաեւ դրա վրա է շեշտադրումներ իրականացնում, նշելով, որ ժամանակն է ադրբեջանցիները, բելուջները իրենց խոսքը ասեն, նաեւ այլ ազգիների էր նա նշում իր ելույթում, այդ բազմազգ լինելը Իրանի համար, որը նաև իր սպეციფიկ բնույթ ուներ պատերազմից առաջ, բայց արդյոք հիմա չի կարող բացասական դերակատարում ունենալ։ Իրականում, եթե անջատողականության կոնտեքստում ենք դիտարկում, ապա այդ խնդիրը Իրանի դեպքում հիմնականում արտահայտված է եղել քրդական շրջաններում եւ բելուջական շրջաններում, որոշ դեպքերում նաեւ արաբական շրջաններում, բայց ավելի նվազ, քան օրինակ բելուջականում էր կամ քրդականում էր, բայց այստեղ եթե էլի քրդականն ենք համեմատում, Իրանում քրդական անջատողականությունը չի ունեցել այն ընդգրկուն բնույթը, որ օրինակ եղել է տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ կա քրդական բնակչություն, այսինքն եթե մյուս երկրներում քրդերը մինչև իսկ ինքնավարության եւ անկախ պետության ունենալու ձգտումներ են ունեցել, ապա Իրանի դեպքում այդ ձգտումները այդքան մեծ չեն եղել, իհարկե կան խմբավորումները, բայց ընդհանուր համեմատական կարգով Իրանում ավելի պասիվ է եղել այդ գործընթացները, ու այս առումով իսրայելական կողմի հիմնական շեշտադրումները միշտ Իրանի հետ արճակավան համատեքստում միշտ էլ եղել է ազգային այդ էթնիկ հանրույթների գործոնը օգտագործելու ու այս առումով էլի մեզ համար այսօր զարմանալի չէ, որ նման շեշտադրում է կատարում, այսինքն դա մշտապես եղել է խաղաքարտերից մեկը իսրայելական կողմի ու հիմա ըստ էության փորձ է կատարվում ակտիվացնել, բայց ել եմ կրկնում, այստեղ սա առնչվում է քրդական հարցը կոնկրետ առնչվում է նաև տարածաշրջանի այլ երկրներին ու այս առումով նաև այդ երկրների հակազդեցությանը կարող է արժանանալ, եթե այս առումով ես կարող եմ օրինակ բերել 2017 թվականին, երբ որ Իրաքյան Քրդստանը անկախության հանրաքվե էր անցկացնում, ի վերջո տարածաշրջանի ոչ մի երկիր թույլ չտվեց, որ այդ երկիրը անկախանա, եւ Իրանը եւ Թուրքիան եւ Իրաքը համապատասխան գործողություններ ձեռնարկեցին, որպեսզի դա տեղի չունենա, քանի որ այդ երկրներից յուրաքանչյուրը ուներ քրդաբնակ բնակչություն ու իրենց որևէ կերպ ձեռնտու չէր այդ Իրաքյան Քրդստանի անկախությունը։ Այս առումով քրդական խնդիրը շատ ավելի լայն կոնտեքստ ունի ու միայն Իրանով չի սահմանափակվում։ Թուրքիան լռում է այս օրերին, լուռ է նաև Ադրբեջանը, բայց մենք գիտենք, որ Թուրքիան այնպիսի ռազմավարություն ունեցող երկիր է, որ կարողանում է իր համար ճշգրիտ պահին օգտվել մերձավոր արևելքում հերթական ճգնաժամից, մենք դա տեսանք Իրաքյան ճգնաժամի պարագայում, երբ այդ տարիների ընթացքում նա կարողացավ օկուպացնել Իրաքի հյուսային որոշակի հատվածներ, նաև սիրիական ճգնաժամի պարագայում, երբ որ նա սկզբից օկուպացրեց Սիրիայի հյուսային հատվածները, այնուհետև առհասարակ տապալեց Բաշար al-Ասադի վարչակարգը, այս պարագայում Թուրքիան ինչին է սպասում ըստ ձեզ։ Ես իրականում Թուրքիայի հարցերով մասնակից չեմ ու այդ առումով կդժվարանամ հենց կոնկրետ մեկնաբանել Թուրքիայի քաղաքականությունը ու մոտեցումները, բայց ենթադրում եմ, որ Իրան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, առհասարակ Իրանի շուրջ կատարվող համատեքստում Թուրքիայի համար եւս կարեւոր է, որ Իրանը լինի կայուն։ Իհարկե Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանային հակառակորդներ են եւ Թուրքիայի շահերից է նաեւ բխում թույլ Իրանը, բայց ոչ այնքան թույլ, որ այն լինի անկայուն եւ անվտանգային մարտահրավերներ առաջացնի նաեւ Թուրքիայի համար օրինակ մեկը այդ քրդական խնդիրը։ Այսինքն այս առումով Թուրքիան ունի եւ շահեր եւ մարտահրավերներ ու կարծում եմ գործում է հենց դրանք հաշվի առնելով։ Տարիներ առաջ նույն Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի իրականացման համատեքստում Հայաստանը խոչընդոտ չէ եւ միակ խոչընդոտը դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Եվ թերևս հենց Իրանի թուլացումը կարող է նաև նպաստել, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմը վերջերիչո կարողանա իրականացնել իր առջև դրված խնդիրը։
Իրականում Իրանի թուլացման եւ անկայունության դեպքում Հայաստանի համար եւ առհասարակ Հարավային Կովկասի վրա ազդող գործոններից մեկը հենց այդ քաղաքական անվտանգային ասպեկտում է լինելու, քանի որ Իրանը Հարավային Կովկասում բալանսավորող դերակատարում էր կատարում եւ նույն այդ այսպես կոչված միջանցքների խնդրում եւս ուներ իր հստակ դիրքորոշումը, որը բխում էր նաեւ Հայաստանի շահերից եւ հետեւաբար Իրանի լծակների նվազումը, Իրանի թուլացումը եւ տարածաշրջանում ամուր դիրքեր չունենալը բնականաբար ազդելու է նաև Հարավային Կովկասի վրա ու այդ բալանսը կարող է խախտվել հօգուտ արդեն մյուս դերակատարների եւ մեր հակառակորդների։ Եվ վերջին հարցը մենք խոսեցինք անջատողականության հնարավորության մասին, հա, եւ մենք գիտենք, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում կա լրջագույն խնդիր Իրանի հյուսիսային հատվածներում այդ ինչպես ադրբեջանական քարոզչությունն է մատուցում իրանական Ադրբեջան ասվածը, հա, դա ինչ է իրենից ենթադրում եւ արդյոք դա կարող է լինել խաղաքարտ Իրանի դեմ հիմա պատերազմողների ձեռքում, որպեսզի եւս մեկ հավելյալ վտանգ լինի Իրանի համար։ Այո, մենք գիտենք, որ Իրանի հյուսիսարևմտյան շրջանները, որտեղ բնակվում են թուրքախոսներ, ադրբեջանական քարոզչության մեջ ներկայացվում է որպես հարավային Ադրբեջան եւ ըստ էության կան նաեւ ինչ-որ նկարտումներ այդ տարածքների նկատմամբ, բայց ադրբեջանական քաղաքականության մեջ այսպես այդ հարցը ակտիվանում է ժամանակ առ ժամանակ ու հատկապես այն ժամանակահատվածներում, երբ Իրանի հետ հարաբերությունները սրվում են։ Սա շատ լավ երևում է նաեւ քանակական տվյալներով, եթե օրինակ նայենք ադրբեջանական մամուլում Հարավային Ադրբեջանի մասին հիշատակումները երբ են ակտիվանում, երբ սրված է Իրանի հետ հարաբերությունները։ Այս առումով օրինակ շատ խոսումներ 2022 թվականը, երբ որ այդ թեմայի շրջանառումը հասել էր գագաթնակետին եւ օրինակ եթե համեմատենք ընթացիկ տարվա հետ, ապա շատ պասիվ է թեմայի շրջանառումը։ Այսինքն կախված է տվյալ պահի Ադրբեջանի առաջնահերթություններից, բայց ինչ վերաբերում է կոնկրետ Իրանում հենց հյուսիսարևմտյան շրջաններում անջատողականության տրամադրություններին, իհարկե այստեղ տարվում է շատ մեծ քարոզչական աշխատանք թե Ադրբեջանի, թե Թուրքիայի եւ թե այլ դերակատարների կողմից նման տրամադրություններ, այո, առաջացնելու համար, բայց շատ դեպքերում դրանք այսպես արհեստական են ու լիովին չեն արտացոլում այդ նահանգներում տիրող պատկերը, որովհետև այո, այնտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր տարված են պանթուրքական գաղափարներով, բայց այնտեղ կան նաև մարդիկ, ովքեր առաջին հերթին Իրան պետության ջատագովներ են, իրենց համարում են իրանցիներ եւ որևէ կերպ չեն տարբերվում, այսպես ասած, պարսիկից, չգիտեմ, լորից, գիլաքից կամ այլ էթնիկ հանրույթներից։ Այս առումով ինքը նաև շատ դեպքերում արհեստական ինչ-որ օրակարգ է, անգամ այն ժամանակ, երբ որ Խորհրդային Միության շրջանում Իրանի հետ հյուսիսարևմուտքը օկուպացվել էր, դա վերևից հատուկ տարված գործողություն էր եւ ոչ թե այդ նահանգներում ինչ-որ ժողովրդական պահանջի արդյունք, երբ որ այնտեղ հռչակվեց դեմոկրատական այդ կուսակցությունը եւ այլն։ Այսինքն այս առումով այստեղ իսկապես աշխատանքներ տանում են եւ դա մեզ համար եւս հղի վտանգներով հարաբերակցությունը այստեղ էլ մեզ համար էլի դժվար է պատկերացնել, թե ինչ շերտեր եւ որքան են որ օրինակ հարում են պանթուրքական հոսանքներին, որքան են որ իրականում չեն հարում, այս առումով սա մեզ համար այո բարդ խնդիր է, բայց եթե էլի համեմատում ենք քրդերի բելուջների հետ, ապա եթե քրդերի ու բելուջների մոտ կա անգամ զինված ինչ որ գործողություններ, ապա Իրանի թուրքախոսների մոտ նման հարց չկա, այսինքն զինված ինչ որ գործողություններ երբևէ չի եղել, որ այս նահանգներում հանուն այսպես ճակերտավոր անջատողականության կամ անկախության ինչ որ զինված գործողությունների դիմեն։ Այս առումով իրավիճակը շատ տարբեր է քրդերի ու բելուջների դեպքում ու առհասարակ Իրանի թուրքախոսները նաև իրանական պետական համակարգում են շատ լավ ներկայացված ու երբ որ նշում են որ իրանական պետության ջատագովներ նաև այդ ներկայացվածությունը եւս դրա ցուցիչներից է։ Եվ թերևս պետք է փաստել, որ անկախ իրադարձությունների զարգացումից կայուն Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Այո, միանշանակ Հայաստանի համար առաջնահերթ է, որ Իրանը լինի կայուն, այնտեղ չլինի քաոսային իրավիճակ եւ հաճախ ենք նշում օրինակ երկրորդ Սիրիա, Լիբիա, այսինքն նման իրավիճակ չստեղծվի, չլինի թույլ մինչեւ օրինակ քաղաքացիական պատերազմի վտանգ, հնարավորինս լինի այդ երկիրը կայուն, քանի որ մեր հարևանն է, այդ հարևանի հետ հարաբերությունները այլընտրանք չունեն եւ անխուսափելի են, այդ հարևանը մեզ համար ունի նշանակություն այլընտրանքային երթուղիների տեսքով, քանի որ մենք ունենք ընդամենը վրացական երթուղին եւ նաեւ մյուսը Իրանն է, այլընտրանքային երթուղու տեսքով, տնտեսական հարաբերությունների տեսքով, մեր 4 առևտրային գործընկերն է, ինչը բավականին բարձր ցուցանիշ է, էներգետիկ համագործակցության, ենթակառուցվածքային համագործակցության տեսքով, այսինքն մենք շատ թելերով խարսխված ենք եւ բնականաբար այս Իրանում որևէ տեսակի անկայունությունը իր ազդեցությունը կարող է թողնել նաեւ մեզ վրա ու առհասարակ տարածաշրջանի վրա ու նաև տվյալ կոնտեքստում, երբ արդեն արաբական երկրներին էլ է վերաբերում այս պատերազմը, անգամ Հայաստան արաբական երկրների հարաբերություններում հատկապես տնտեսական բիզնես տեսանկյունից կարող են էլի ազդեցություն թողնել այս իրավիճակը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր իրանագետ Ժաննա Վարդանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։